Ողջունում եմ բոլոր ներկաներին, իսկապես շատ կարևորում եմ նման ձևաչափով քննարկումները, որովհետև երբ նույն հարկի տակ հավաքվում են տարբեր ոլորտների հետաքրքրություն եւ հարգանք վայելող այս քանակի մասնագետներ, վստահաբար կարելի է հուսալ եւ ենթադրել, որ արդյունավետ քննարկում է տեղի ունենալու եւ բացի պարզապես խնդիրները վեր հանելուց եւ բարձրաձայնելուց, նաեւ հնարավոր է լինելու մասնագիտական հարույթի կողմից առաջ քաշված այսպես լուծումներով առաջնորդվելով հասնել իսկապես դրական արդյունքների։ Թեմայի քննարկումը շատ բազմաշերտ է եւ կարծում եմ, որ անգամ եթե երրորդյա քննարկում կազմակերպվեր, միգուցե հնարավոր չլիներ ամբողջությամբ վերհանել բոլոր այն սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց առջև այսօր ցավոք սրտի կանգնած է Հայաստանի Հանրապետությունը եւ որոնց մասին վստահ եմ, որ քաջատեղյակ են ոչ միայն ոլորտների ներկայացուցիչները, տնտեսագետները, այլ նաեւ մեր քաղաքացիները, ովքեր յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ բախվում են այդ խնդիրներին եւ ստիպված են լինում երբեմն ինքնուրույն, երբեմն ինչ-որ մեկի աջակցությամբ հաղթահարել այդ խնդիրները։ Եթե մենք խոսում ենք Հայաստանի առջև աշխատատեղերի բացակայությունը տարբեր այսպես ոլորտներում ու բնականաբար առաջնահերում ու բնականաբար առաջնահերթ լուծում պահանջող մի շարք բազմաթիվ այլ խնդիրներ ևս կան։ Հիմա եթե մենք խոսում ենք այս ոլորտներում առկա խնդիրների մասին, պետք է վստահաբար հասկանանք, որ պետք են լուծել դրանք, որովհետև առաջին հերթին մարդկանց ընտանիքների կենսամակարդակները, ցածր կենսամակարդակն է, այսպես ծնում բոլոր այն խնդիրները, որոնք որ բերում են եւ հասցնում են ցավալի մի որոշման, որը բերում է արտագաղթի, Այստեղ արդեն իմ գործընկերը խոսեց Գագիկ Ծառուկյանի կողմից առաջ քաշված առաջարկ Հայաստանին պլատֆորմի մասին, վստահ եմ, որ այս օրերի ընթացքում բոլորդ ծանոթ եք պարոն Ծառուկյանի առաջարկին, խոսքը վերաբերում է հետևյալին. երբեմն եւ շատ հաճախ ցավալիորեն տարբեր օղակների կողմից կայացվում են որոշումներ, ընդունվում են այսպես օրենսդրական նախաձեռնություններ, օրենքներ են հեղինակվում, որոնք սակայն ցավալիորեն այնքան կտրված են լինում իրականությունից, որ դրանց կենսագործման համար անհրաժեշտ է լինում կամ հետագայում այսպես հետաձգել այդ օրենքների կենսագործումը կամ փոփոխությունների ենթարկել այդ նախաձեռնությունները, որպեսզի հնարավոր լինի այս կամ այն չափով այդ նախաձեռնությունները իրականացնել։ Բոլորը բնականաբար տեղյակ են վերջին այսպես ժամանակահատվածում ակտիվորեն քննարկվող, որոշակի առումով նաև պարտադրված հայտարարագրման գործընթացի մասին, որը սկսած տեխնիկական խոչընդոտներից, որ մարդիկ ամիսներով հերթագրվում են իրենց ID քարտերը ստանալու համար եւ այդպես էլ այդ հերթերը չեն հասնում, որպեսզի իրենք կարողանան գալ եւ հասնել հայտարարագրման գործընթացին, մարդիկ չեն այսպես խուսափում, չեն փորձում խուսանավել այդ հայտարարագրման գործընթացից, բայց տեխնիկապես չեն կարողանում իրականացնել, որտեղ պարզապես այնքան հերթեր կան կուտակված ու գոյացած, որ իրենց գրանցումը օրինակի համար նոյեմբերի վերջին է կամ դեկտեմբերին է, իսկ պատճառով տեխնիկական խոչընդոտներ կա։ Ինչի մասին է սա վկայում։ Սա վկայում է, որ շատ հաճախ ցավոք սրտի որոշումները կայացվում են առանց դրանց կենսագործման, այսպես հնարավորությունների ռեալ վերլուծության, ուսումնասիրման։ Եվ դրանք շատ հաճախ այսպես պարզապես մնում են բարիցանկությունների շարքում եւ պարզապես մնում են թղթի վրա։ Ինչի մասին է առաջարկ Հայաստանին նախագիծը եւ ինչի մասին է առաջարկ Հայաստանին պլատֆորմը, որը Գագիկ Ծառուկյանը առաջարկում է կենսագործել։ Այս հարթակի շրջանակներում լսելի պետք է լինի յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր քաղաքացու ձայնը, որովհետեւ մենք ունենք շատ տեղեկացված, օրինակ, գյուղատնտեսությամբ զբաղվող մասնագետներ, տնտեսագետներ, արվեստի մշակույթի գործիչներ, առողջապահության ոլորտի, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը առանց քաղաքական ու կուսակցական պատկանելիության, այստեղ խոսքը բացարձակապես քաղաքականության մասին չէ։ Նրանցից յուրաքանչյուրը ֆանտաստիկ կերպով տիրապետում է իր ոլորտում առկա խնդիրներին։ Հիմա ավելի լավ, քան այդ մարդիկ են տիրապետում իրենց խնդիրներին, ով կարող է խոսել այդ խնդիրների մասին եւ ով կարող է առաջարկել դրանց լուծման ճանապարհները։ Մենք երկարաժամկետ ծրագիր ենք մեր առջև դրել եւ գնում ենք այժմ այդ ծրագրի իրականացման ուղղությամբ, որի շրջանակներում լսելի պետք է լինի յուրաքանչյուր մարդու ձայնը։ Այսինքն առաջարկ Հայաստանին նախաձեռնությունը եւ պլատֆորմը լինելու է յուրաքանչյուր քաղաքացու ձայնը արտահայտող նախագիծ եւ պլատֆորմ։ Նպատակը դա է, որովհետեւ ցավոք սրտի եւ նաեւ երկարատև այսպես տարիների ընթացքում
ճշմարտացիությունը ապացուցվել է այն ներկայային, ինչպես իմ խոսքի սկզբնամ ասացի, հեղինակություն վայելող տնտեսագետներ, տարբեր ոլորտի մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրը փայլուն տիրապետում է իր ոլորտում առկա խնդիրներին եւ վստահաբար, եթե այս քննարկման արդյունքում յուրաքանչյուր բանախոսի ելույթից մենք կարողանանք այսպես մեկ գծված խնդիրը, լուծել, ապա կարծում եմ, որ կարելի է համարել, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում եւ մեր այսպես նպատակները իրականություն են դառնում։ Ես ուզում եմ արգասաբեր ու արդյունավետ աշխատանք մաղթել այսօրվա այս քննարկմանը եւ վստահաբար փաստել, որ նմանատիպ քննարկումները իրականում շատ մեծ դեր ու նշանակություն ունեն այն գաղափարի կենսագործման հարցում, որը որ նախանշվել առաջին Հայաստանի ծրագրի շրջանակներում, հույս ունեմ, որ նմանատիպ քննարկումները շարունակական կլինեն, որովհետև հատկապես մասնագիտական հանրույթի կարծիքն ու գնահատականը, կրկնում եմ, առաջնահերթ պետք է լինի ոլորտում առկա տարբեր ոլորտներում առկա խնդիրները լսելի դարձնելու հարցում։ Հաջողություն եմ մաղթում համաժողովի աշխատանքներին։